Ես կարող անողին էլ, հետևողին էլ։ Հունից դուրս են գալիս մայրաքաղաքում ահռելի փոսերից միլիոնների վնասներ կրած վարորդները, երբ լսում են Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե փոսալցման աշխատանքների թերացումների պատճառը հիմա էլ շինարարական ընկերությունների անբարեխիղճ աշխատանքն է։ Օրը ցերեկով չա նշանակում, ասենք մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում։ Կամ լավ ասենք որ դառնա էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրանք գիտակցում են դա։ Թոթովենցի փողոցի այս կտրտված հատվածի առանց բիտումի արված փոսալցման կադրերն է տեսել Տիգրան Ավինյանը։ Ճանապարհի հենց այս հատվածն են մի անգամ բարեկարգելուց հետո նորից քանդել շինարարները, որպեսզի նոր ասֆալտ անեն։ Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Ընտերը չի եղել, ուղղակի մենք ուզեցանք կապացենք, որ ել ենք անում, միայն խնդիր մի առաջացրի։ Բալահովիտ 1 ընկերության աշխեկը փորձում է արդարանալ, այսքան ժամանակ իրենք առանց բիտումի ասֆալտ ոչ մի փողոցում չեն արել։ Ասում է իրենց ուղված մեղադրանքներն անհիմն են։ Երթևեկություն չեն կարողանում կանոնացնել։ Մեքենաներ, որ նորից գնում են, որ նոր տանցում է այդ փոսերի վրա։ Տեղեր կա, որ բաժիշկեքի տեղը, բաներում է։ Ստիպված նորից կրկնակի բիտումա պատում ենք։ Երևանցիներին զայրացնում է այն, որ Ավինյանն անդադար ուրիշ տեղերում է մեղավորներ փնտրում գլխավոր պատասխանատուին թողած։ Իմ տան մեջ որ կռիվ է, ես տեղեր չեմ էլի։ Իմ տան մեջ որ բարիություն է, ես տեղեր չեմ էլի։ Այսինքն ես եմ, չէ, այդ տան տերը։ Որ վախենի, որ վախենան, այսինքն աշխատանքից կազատեն, աշխատավարձից կպահեն, տուկշտուկանքի կենտարկեն։ Այդ ոչ մի բան չեն անում, ակուրատնի կանեն, այսինքն իրենց գործը։ Ով պետք է վերահսկի մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները, եթե ոչ Երևանի քաղաքապետը, ասում են մարդիկ, բարձի թողի վիճակ է, նկատում են նրանք։ Ստե ոչ են անում հաստատ, ստեղ ընկելել են, տեսել են լսնելուց են։ Միշտ լոլո են կարդում վաբշե, ով են իրանք վաբշե։ Մարդու արածը պիտի տենա, աշկը տենա, որ իմանաս արել է։ Գալ միացտից սեպցնել էցալ։ Դեռ շաբաթ օրը Սուրեն Սաֆարյան փողոցում բացված խորը ու լայն փոսերը, որ ջակուզի էին անվանում վարորդները, այսօր միայն ավազով են ծածկված։ Հոգնանք սաղից, հոգնանք։ Մարդկանց սարկում են արդեն հանցագործ, որ դառնաս ներվային, հոգեկան հիվանդ, ամենը տես բանի բաղ 11-ին մերնք փող մուծելով էտ զիբիլներին, փողը մուծում ենք ինչի հիմար։ Շատ փող դուրս գրեն, շատ լավ է, դե մեր առնող չկա։ Երևանի քաղաքապետարանի շին բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարն էր այսօր թվեր հրապարակել, որ 320 փոսերի տեղային լուծում են տվել։ Մոտ 320 ժամանակ։ Երևանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանի խոսքով դրանք անգամ ժամանակավոր լուծում չեն կարող լինել, քանի որ մի քանի անգամ գնալ գալուց հետո այդ փոսերը նորից առաջվա պես մեծանալու են, խորանալու են ու շատանալու։ Փող տվողնել են իրանք, հսկողնել են իրանք, վերջնական ստորագողնել են իրանք, ում վրա են մունատ գալիս։ Հիմի լավ հարց եմ տալի, եսի թալանա թե թալան չի։ Մենք դուք բոլորս մենք հարկ ենք վճարում, այս մարդիկ բռնում մսխում են էդի։ Պրոստը մսխում են, հասկանում եք, լստում են ջուրը գնում են։ Ավականու անդամը, որ դերասանական խաղ է համարում քաղաքագլխի այսօրվա ելույթը, հորդորում է գործ հարուցել այն շինարարական ընկերությունների դեմ, որոնք իրենց գործը անորակ են անում։ Ամեն մի հատ պատիտակի ծլած շինարարին ինչ որ մի բան տալիս եք դուք։ Բախի գործ չեն հարուցում։ Թե պետք է օրինակի համար ինչ որ անդիմադիր գործի չլինի, որ բռնեն ձայնագրությունները մոնտաժեն, գործ հարուցեն։ Քաղաքապետը հանձնարարություն է տվել վերահսկողության վարչության պետին նոր արված ասֆալտբետոնե հատվածներից փորձանմուշներ վերցնել ու փորձաքննություն անցկացնել փոսալցման աշխատանքների որակը ստուգելու համար։ Մինչ այդ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Երևանի Երվանդ Քոչարի փոսերը լցնում ասիական արտաքինով երկու աղջիկ։ Երևի հյուրերը։ Աննա Գյուլնազարյան, Կարինե Մանգասարյան, Արաքել Օհանյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Նորը ցեմենտ ավազ են խառնել։